Ուրեմն քննարկում ենք բյուջեի արդյունավետությունը, բայց որքանով կարող ենք լուրջ վերաբերել այս բյուջեի ծախսերին, երբ այս քաղաքապետարանի նկատմամբ վստահություն չկա, օրինակ, շինարարական ծախսերի վերաբերյալ մենք բոլորս լսել ենք Լիլան Արմ անունով շինարարական ընկերության մասին, որի ղեկավարը եղել է ՔՊ-ի ավագանի ցուցակում։ Ես նայեցի ֆինանսական նախարարության Armeps կայքում, որպեսզի տեսնեմ, թե 2019-ից ի վեր որքան պայմանագրեր է շահել Լիլան Արմը եւ իր մրցակիցները։ Պարզեցի, որ Երևան քաղաքի մրցույթներին հաճախակի մասնակցող 13 ընկերություններից 2 ընկերություն շահում է քաղաքի շինարարության հայտերի ավելի քան 95%-ը։ Այդ 2 ընկերություններից մեկը Լիլան Արմը, որը շահել է $25.5 միլիոն պայմանագրեր, իսկ մյուսը 2021 թվականի փետրվարին ստեղծված Capital Shin Construction ընկերությունն է, որը շահել է $29 միլիոն պայմանագրեր։ Այս պայմանագրերի զգալի մասը եղել են հրատապ եւ չեն ունեցել մրցակիցներ։ Սա աղյուսակն է Capital Shin, Lilian Arm։ Մնացածները, օրինակ Olymp Shin, Edgar Shin, չգիտեմ, Kotak Shin, մնացածները մի քանի $100,000 են շահել։ Այս երկուսը հիմնականում շահում են քաղաքապետարանի հայտերը։ Իդեպ Լիլան Արմը 2000 թվականին է ստեղծվել եւ մինչեւ իշխանափոխությունը նա շահել է ընդամենը $400,000 պետական պայմանագրեր, որտեղ կա մրցույթ եւ կա ՔՊ-ական մրցույթ։ Անդադ մրցույթների մասին է խոսում։ Սա է ձեր մրցույթի ձևը։ Խոսենք տասնյակ միլիոնավոր դոլարների արժողության շինթույլտությունների մասին, որոնք տեղ չեն գտնվում այս քաղաքի բյուջեում։ Մոտ 6 ամիս առաջ այս քաղաքապետարանը ընդունեց նոր գլխավոր հատակագիծ, որտեղ միտումնավոր շարունակեց դուրս թողնել գոտիավորման հստակ սահմանումներ նոր շենքերի բարձրությունը կարգավորելու համար։ Երևանը աշխարհի հազվադեպ քաղաքներից է, որտեղ շենքերի բարձրությունը թույլտվությունը տրվում է քաղաքապետի հայեցողությամբ։ Իսկ ինչու հայեցողությամբ եւ ոչ հստակ սահմանումներ նորմալ երկրների նման։ Պատասխանը դուք մտածեք։ Սիրուն աշկերի համար 15-20 հարկանի շենքի թույլտվություն չեն տալիս, երբ որ սաղ շենքեր 6 հարկանի են։ Այդ ամեն հարկը մի հողի գին ունի։ $1,000-2,000 կամ ավելի բարձր է այդ հողի գինը։ Միա 15 հարկանի շենքը տեղ 10 հարկ ձրի հողաց, 10 հարկ ամեն 10 հատ ձրի հող են ստանում։ Այդտեղ լուրջ գումարներ են պտտվում։ Արդյոք մենք պիտի ուրիշ բան ակնկալենք մի քաղաքապետից, ով փոշիացրել է $70 միլիոն անիվում, գումարներ բաժանելով կասկածելի աշխատողներին եւ ընկերություններին, որից մեկը վերջերս իմացանք մի 8 օրական օֆշորում ստեղծված ընկերություն էր, որի տնօրենը պարոն Ավինյանի կնոջ ընկերուհին եւ գործընկերն էր։ Այդ ընկերությունը ստացել $4.2 միլիոն եւ այժմ համարյա գոյություն չունի, ունի 1 աշխատող։ $70 միլիոն բաժանվել է տարբեր բիզնեսներին 49% պետական մասնաբաժինների համար, իսկ գիտեք վերջին 5 տարիներում այդ 49%-ներից ինչքան շահութաբաժին է եկել պետբյուջե։ Ես նամակ ուղարկեցի ֆինանսների նախարարություն։ Ստացա պատասխան, վերջին 5 տարին անիվ ֆոնդ ՓԲ կողմից ստացվել է $2,883,500 դրամ, այսինքն $7,300 շահութաբաժին ենք ստացել, $70 միլիոն տվել ենք, $7,300 ստացել ենք։ Բա մեկ չի պարոն Փաշինյանը, խեղճ մարդը կոպեկ վերադարձում է, դուք ինչ եք անում ստեղ։ Կոպեկ է վերադարձում, օգնեք իրեն։ Անփոփեք։ Կարող է պարոն Փաշինյանը այսքան միամիտ է, որ չգիտի ինչ է կատարում, թե կարող է նա կանաչ լույս է տվել այս թալանին։ Նախկինները դեռ չեն պատժվել, թալանը չի վերադարձվել, եւ հիմա ուզում եք հավատանք, որ հարյուրավոր միլիոնավոր դոլարների թալանը համակարգված չէ։ Անփոփեք, պարոն Զարուհի։ Մեսրոպ Մանուկյան։ Այս